Բարև ձեզ, Factor TV հյուրը քաղաքագետ Միքայել Զոլյանն է, ողջույն, պարոն Զոլյան։ Բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինն են զրուցել եւ ես լսում եմ ընդդիմադիր մեկնաբաններին, որոնք Փաշինյանին հարց են տալիս, ինչպես է ստացվում, որ Ռուսաստանին մեղադրում ես Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմներ մղելու մեջ եւ այդ պատերազմում Ռուսաստանին դիմակայելու համար դիմում եք Եվրամիությանը, բայց օրու մեջ Պուտինի հետ խոսում են կամ պայմանավորվել են հանդիպել առաջիկայում, իրոք չկա պարադոքս, պարոն Զոլյան, այստեղ։ Երևի այդ մեկնաբանները Հայաստանի նորություններից բացի ուրիշ նորությունների չեն հետևում, որովհետև եթե հետևեին, կտեսնեին, որ օրինակ հիմա Թրամփը պատերազմ է վարում Իրանի հետ, օրու մեջ ստատուսներ է գրում, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում, եւ նաեւ հանելա պատժամիջոցները իրանական նավթի վրայից եւ նույն ժամանակ ոչնչացնելով Իրանի առաջնորդներին։ Պարադոքս կա այդտեղ, երևի կա։ Նույն ձևով, եթե մենք նայենք Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունները, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները, հա, այսօր Ռուսաստանը Իրանին տրամադրում է հետախուզական տեղեկատվություն, որպեսզի հարվածեն ամերիկյան նշանակել բազաներին, Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական օգնություն են տրամադրում Ուկրաինային, միևնույն ժամանակ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում, Թրամփը եւ Պուտինը իրար մասին շատ լավ խոսքեր են ասում եւ այլն եւ այլն։ Այսինքն այսօրվա աշխարհը դա այն աշխարհն է, որտեղ ամեն ինչ հնարավոր է եւ լավ իմաստով եւ վատ իմաստով, հա, այսօր ըստ էության ոմանք ասում են մենք երրորդ համաշխարհային պատերազմի իրավիճակում ենք ապրում, ոմանք ասում են, չգիտեմ, չորրորդ համաշխարհայինն է, որտեղ երրորդը արդեն եղել է, հա, բայց այսօր մենք իրոք ապրում ենք այսպիսի ոչ ստանդարտ իրավիճակում, երբ որ ամբողջ աշխարհը շատ լուրջ ճգնաժամերով է անցնում եւ պետությունների միջև հարաբերությունները չեն ենթարկվում, պես ասած, խաղաղ ժամանակվա օրենքներին, հա, ինչ որ հարցում դու կարող ես ինչ-որ պետության հետ լինես հակառակորդ, ինչ որ հարցում կարող է լինես նույն պետության հետ դաշնակից եւ ի վերջո կա նաեւ այդ կոնֆլիկտների մենեջմենտ, հա, այսինքն ինչ որ հարցում դու կարող ես ունենաս կոնֆլիկտ եւ այդ կոնֆլիկտը փորձես, պես ասած, կառավարել։ Եթե Փաշինյանը Ալիևի հետ է շփվում, Էրդողանի հետ է շփվում, Պուտինի հետ ինչի՞ չշփվի։ Դե հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանը Հայաստանի դեմ, միջամտում է ներքին քաղաքականության ըստ Հայաստանի իշխանությունների էմիսարներ է ուղարկում, ինչի մասին են նրանք խոսում։ Մինչև 25 թիվը, 25 թվականի օգոստոսի 8-ը Ադրբեջանը հիբրիդային եւ ոչ հիբրիդային պատերազմ էր վարում Հայաստանի դեմ, Թուրքիան էլ աջակցում էր, բայց այնուամենայնիվ կային շփումներ, չէ՞, կային շփումներ, որոնք ի վերջո հանգեցրեցին նրան, որ եղավ 25 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագիրը եւ խաղաղություն հաստատվեց, առայժմ ոչ, այսպես վերջնական, առայժմ փխրուն եւ այլն։ Հիմա նույնն էլ էստեղ է, հա, կա կոնֆլիկտ որոշ հարցերում, կան որոշ դաշտեր, որտեղ կարող է լինել, եթե չասենք դաշինք, ապա առնվազն, հա, այսպես շահերի համադրում, համագործակցություն, հա, եւ կան նաեւ որոշ ինստիտուտներ, որոնց մենք շարունակում ենք անդամակցել, հա, Եվրասիական տնտեսական միությունը օրինակ։ Այնպես որ ես այստեղ իրականում որևէ խնդիր չեմ տեսնում, հա, եւ ավելին ասեմ, ինձ թվում է, որ ընդհանրապես մենք պետք է սովորենք նրան, որ Հայաստանի կառավարության գործառույթներից մեկն է շփվել բոլոր պետությունների ղեկավարների հետ, այդ թվում այն պետությունների, որոնց հետ մենք ունենք խնդիրներ։ Ես հիշում եմ ամեն մայիսի 9-ին, այս տարվա մայիսի 9-ին էլ այդ հարցադրումը կլինի, ինչու Փաշինյանը գնաց Կարմիր հրապարակ եւ մասնակցեց զորավարժության, բայց չեք կարծում, որ այսպեսով վտանգի տակ է դրվում Արևմուտքի եւ Հայաստանի հարաբերությունները։ Տեսեք, շատ կարևոր է բալանսը պահել այս խնդիրներում, հա, եւ մինչեւ վերջերս ես կարծում եմ, որ մեզ Հայաստանի նկատի ունեմ, հա, հաջողվել է ինչ առումով, տեսեք, օրինակ Փաշինյանը Եվրամիությունում, Եվրախորհրդարանում ավելի ճիշտ ելույթ ունենալուց ասում էր, որ Իրանը մեր բարեկամն է, հա։ Այսօրվա իրավիճակում դա բավական այսպես համարձակ պնդում է, բայց դա ընդունվեց։ Ինչի, որովհետև նույն ձևով նախ ժամանակին, երբ որ եկել էին այստեղ եվրոպական դիտորդները եւ Իրանում կան անհանգստություն, նույն ձևով ասում էր, որ Եվրամիությունը մեր բարեկամն է,
բայց մենք ձեր դեմ որևէ բան չենք ձեռնարկում, հիմա այստեղ նույն բանն է։ Երկրորդը դա ընդունվում է, որովհետև եվրոպացիներն շատ լավ հասկանում են, որ այսօրվա աշխարհը շատ վտանգավոր աշխարհ է, եւ այս աշխարհում գոյատևելու համար պետք է շատ նուրբ դիվանագիտություն վարել, շատ տարբեր կողմերի հետ։ Իհարկե ոչ բոլորն են հասկանում, եւ Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, եւ Հայաստանի ներսում ոչ բոլորն են հասկանում, բայց լուրջ մարդիկ հասկանում են, հա, դրա համար շատ նույն Եվրոպան այսօր փորձում է ինչ-որ նոր ճանապարհներ գտնել, հա, եթե ոչ միայն Եվրոպան, եթե հիշեք Կանադայի վարչապետի ճառը Դավոսում, որը ժամանակին շատ էր քննարկվում, նա ասում էր, որ այսօրվա աշխարհը այնպիսի աշխարհ է, որ մեծ տերությունները կարող են ամեն ինչ իրար միջև բաժանել, եւ միջին երկրները, միջին չափսի երկրները պետք է իրար հետ համագործակցեն, որպեսզի գոյատևեն։ Սա ասում էր Կանադայի վարչապետը, Կանադան Հայաստանից, չգիտեմ, 20 անգամ մեծ երկիր է, չէ՞։ Հիմա եթե Կանադայի վարչապետն է սա ասում, բարձա որ Հայաստանի նման երկիրը ուղղակի այլընտրանք չունի, քան այսպիսի բազմակողմանի նուրբ դիվանագիտություն վարելը, եւ եվրոպացիները շատ լավ դա հասկանում են։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ էական հարցերում, հա, եվրոպացիները տեսնում են, որ մենք իրոք հավատարիմ ենք եվրոպական ուղուն, իրոք հավատարիմ ենք ժողովրդավարական արժեքներին եւ դրա համար է նաեւ որ Փաշինյանը իրեն թույլ տվեց օրինակ Վրաստանի հետ կապված այդ իր արտահայտությունները, որ նա արեց էլի Եվրախորհրդարանում, ըստ էության նույնիսկ կարելի է մեկնաբանել, որ մի քիչ հանդիմանեց եվրոպացիներին, հա, ասեց այս վրացիների հարցով ժողովուրդ ջան, ինչ եք անում էլի, բայց էդ էլ նրան այսպես ասած թույլ տրվեց, հա, որտեվ մարդիկ հասկանում էին, որ սա ոչ թե ինչպես ինչ-որ դեմագոգիա է, որով զբաղվում է, ասենք Օրբանը շատ հաճախ, հա, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը միշտ ասում է լիբերալներով դուք աշխարհը ավերեցիք, արժեքները քանդեցիք եւ այլն։ Չընտրվել իդեպ։ Ես ճիշտն ասած Հունգարիան ինձ համար այսպես ասած հարազատ երկիր է, ես այնտեղ սովորել եմ եւ ես օրինակ վերջի անգամ որ եղա Հունգարիայում շատ լարված մթնոլորտ են այնտեղ, հա, ես երբ որ գնում եք սովորաբար Եվրոպա, դուք զգում եք, որ դուք Եվրոպայում եք։ Իսկ Հունգարիայում ես չէի զգում, որ ես Եվրոպայում, ոնց որ ասենք Վրաստան գնացած լինեմ, հա, կամ Հայաստան 2018 թվականից առաջ։ Այնպես որ ես իրոք կարծում եմ, որ կարող է ինչ-որ ոչ ստանդարտ զարգացումներ լինեն այնտեղ եւ սա իհարկե առաջի դեպքը կլինի, երբ որ Եվրամիության երկրում, օրինակ, եթե այդ սցենարը, այն սցենարը, որի մասին ես մտածում եմ, եթե այդ սցենարը ի կատարածվի, դա առաջի դեպքը կլինի, երբ որ վիճելի ընտրություններ կլինեն, ու ասենք հետընտրական բողոքներ կլինեն, այսինքն այն ամեն ինչը ինչ որ մենք տեսել ենք, հա, մինչև 2018 թիվը մենք կարող ենք տեսնել Հունգարիայում, որտեղ Օրբանը չի պատրաստվում, այսպես ասած, զիջել իշխանությունը, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով նրա կուսակցությունը պարտվում է։ Տեսո կուսակցությունը, տեսեք, պարոն Զոլյան, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն 52% Հայաստանի քաղաքացիները հարակվեմ այո կասի Եվրամիության անդամակցության, 13%-ը դեմ կքվեարկի եւ մնացյալը չկողմնորոշված, այսինքն նրանք կամ կհարեն այոին կամ ոչին կամ չեն մասնակցի։ Արդյոք Հայաստանի իշխանությունը չի դանդաղում այս ուղղությամբ, ինչ եք կարծում։ Կան այսպես ենթադրություններ, որ հնարավոր է նրանք նախընտրական փուլում այդպիսի հայտարարություն անեն, երբ որ այստեղ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը լինի, այդ դուք չունեք մտահոգություն, որ այս կարևոր օրակարգը գերի կդառնա հայաստանյան ներքաղաքականությանը, կհնչեն ինչպես մոլորեցնող տեղեկություններ եւ մեկնաբանություններ, որ Եվրոպան մեզ այլասերում է կամ Ռուսաստանի ու Իրանի դեմ է հանում եւ այլն, այնպես էլ Հայաստանի իշխանությունը դա դարձնի ասպես ասենք նախընտրական գործիք, բայց իրական քայլեր չանի, այսպես։ Գիտեք, ես առայժմ այս թեման ընդհանրապես ընտրությունների համատեքստում շատ չեմ տեսնում, այսինքն ավելի շատ իշխանությունը օգտագործում է խաղաղության թեման, հա, եւ գուցե ինչ-որ այնտեղ նույնիսկ չափերը անցնում է, Խոսենք դրանից դեռևս։ Բայց ամեն դեպքում դա տրամաբանական է, որովհետև այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Եվրամիության թեման ինքը մի քիչ հեռանկարային թեմա է, հա, ավելի շատ քան այսօրվա թեման։ Ավելի ռազմավարական ուղղությամբ։ Ռազմավարական թեմա է եւ ժամանակին, երբ որ դեռ հիշում եք այն 2012 թիվն էր, երբ էր, հա, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եղավ, երբ որ հրաժարվեցինք ստորագրել ասոցիացիան պայմանագիրը, նույնիսկ այն ժամանակ մարդիկ, ովքեր այդ թեմայից հասկանում էին, ասում էին պետք չի շտապել։ Հա, իսկ այն ժամանակ ընդհանրապես ասոցիացիան պայմանագրի մասին էր խոսքը։ Եվ արդյունքում ոչ այդ ասոցիացիան պայմանագիրը եղավ ու ոչ էլ
ընդհանրապես շատ ուրիշ բաներ, արդյունքում Հայաստանը հայտնվեց Եվրասիական տնտեսական միությունում։ Դրա համար ես ընդհանրապես ինքս լինելով եվրոպական ինտեգրման կողմնակից, հա, ընդհանրապես ես ինձ եվրոպացի եմ համարում եւ Հայաստանն եմ համարում եվրոպական երկիր եւ արժեքներով եմ ինձ եվրոպացի համարում եւ ճիշտն ասած, եթե Հայաստանը այդ ճանապարհից շեղվի, ես օրինակ չգիտեմ, ես կարողանամ Հայաստանում ապրել, թե չէ։ Ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում ապրեմ, բայց ես չգիտեմ, իմ նման մարդիկ օրինակ կարողանան Հայաստանում ապրել, թե ոչ, որտեվ ես տեսնում եմ, որ նույնիսկ Վրաստանից հիմա մարդիկ գնում են, ընդ որում ոմանք գալիս են նույնիսկ Հայաստան։ Մեծ մասը իհարկե գնում են Եվրոպա, բայց նույնիսկ Վրաստանում արդեն շատերի համար օդ չկա, հա, ասենք խեղդվում են մարդիկ։ Քաղաքացու ազատությունը սահմանափակվում է։ Քաղաքացու անձնական ազատությունները, քաղաքական ազատությունները, մշակութային ոլորտում ճնշում կա եւ այլն եւ այլն։ Դրա համար ինձ համար դա իրոք կենսական հարց է, բայց ես միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ սա այսօր պես պայթյունավտանգ թեմա է, հա, որտեղ Ռուսաստանը շատ ծանր է տանում եւ այսօր ըստ էության Ռուսաստանը իր հակառակորդ է համարում ոչ այնքան ԱՄՆ-ին, ինչքան հենց Եվրոպային, հա, որտեղ ԱՄՆ-ի հետ այնտեղ Թրամփի գոյության արդյունքում որոշակի ինչ-որ process-ներ են սկսվել, հա, Վիտկոֆը եւ Դմիտրիևը բանակցում են, հա, Թրամփի եւ Պուտինի ներկայացուցիչներ, Ռուսաստանը գոնե առայժմ որոշ հույսեր է կապում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն Հայաստանի միազգացության պետք է լինի, որ չշտապի հայտի։ Կարծում եմ, հա, որտեղ տեսեք, երբ որ Վենսն է գալիս, հա, ասենք, դա Մոսկվայում չեն կարող դրա, այսպես ասած, անուն կպցնել, որտեղ իրենք են բանակցում։ Բայց եվրոպացիների հետ իհարկե նաև եկեք այստեղ ես հստակ ասեմ, որ ես չեմ ասում, որ պետքա Ռուսաստանից վախենալով ինչ որ քայլերի չդիմել, բայց ամեն դեպքում եվրոինտեգրումը ինքը երկարատև process է։ Նույնիսկ եթե մենք այսօր հայտարարենք, որ մենք մտնում ենք Եվրամիություն, 10 տարուց էլ եթե մտնենք, այդ շատ լավ արդյունք կլինի, որտեղ զուտ տեխնիկական բազմաթիվ այսպես փուլեր կան, որը պետք է անցնի, օրենսդրություն պետք է փոփոխվի, ստանդարտներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Վիզա ամեն դեպքում խոստանում են 2-3 տարվա ընթացքում իրականացնել։ Դե էդ էլ օրինակ ես գիտեք, վիզայի ազատականացումը չնայած ես ինքս, հա, բազմիցս այդ խնդրին բախվել եմ եւ պես ասած այդ վիզայի ես բարդությունների զոհ եմ դարձել ինքս շատ անգամներ, բայց ես հասկանում եմ, որ այս էլ հարց է, որում չի կարելի շտապել, որովհետև այսօր Հայաստանը ունի արտագաղթի խնդիր, շատ ավելի փոքր չափով, քան նախկինում, հա, ասենք 10 տարի առաջ լրիվ ուրիշ իրավիճակ էր, եւ մարդիկ պատրաստ էին գնալ ցանկացած տեղ միայն թե գնան ու ասենք խոսք չկար, որ Հայաստան ներգաղթ կա։ Այսօր ուրիշ իրավիճակ է, հա, այսօր Հայաստանում մենք տեսնում ենք Հնդկաստանից մարդիկ, Ռուսաստանից մարդիկ, այլ տեղերից, հա, ովքեր գալիս են Հայաստան ժամանակավոր կամ միգրանտներ են, հա։ Դե հա, բայց ասենք առաջ մենակ մենք էինք աշխատանքային միգրանտ։ Բայց ամեն դեպքում կան մարդիկ, ովքեր եթե այսօր վիզաները վերանան, այդ մարդիկ կարող է առանց երկար մտածելու, առանց հստակ ինչ-որ կյանքի պես պլան ունենալու, վերցնեն գնան Եվրոպա, այնտեղ հանձնվում են որպես փախստական ու համ իրենց համար խնդիր լինի, համ մեր երկրի համար խնդիր լինի, հա։ Դրա համար այդտեղ էլ ինձ թվում է պետք չի շտապել։ Ես կարծում եմ 2-3 տարին պես լավատեսական գնահատական, հա, նույնիսկ եթե 5-6 տարվա մեջ լինի, էլի շատ լավ է։ Ասում եք իշխանությունը հիմնականում խոսում է խաղաղությունից եւ չափն ասում է, ինչ նկատի ունեք, արդյոք այն, որ վարչապետ Փաշինյանն ասում է, եթե ԿՊ-ն համադրական մեծամասնություն չստանա, 65% սեպտեմբերին պատերազմ կլինի եւ նա գիտենք նաեւ թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին իբրև խաղաղությունը իր խոսքերով ռևիզիայի ենթարկող ուժեր։ Տեսեք, այստեղ ես հենց այդ հայտարարությունը նկատի ունեի, բայց ես նկատի ունեմ, որ չափն անցնում է ոչի տեսակետից, բայց ոչ բուն մտքի տեսակետից, հա։ Դե եկեք բացատրենք։ Այսինքն ես որպես քաղաքագետ, ես այսպես կձևակերպեի, հա, որ եթե այդ ուժերը կան իշխանության, հատկապես Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը, ապա այդ իշխանափոխությունից հետո 1 տարվա ընթացքում շոր նոր բախումների, հա, այդ թվում նաև լայնածավալ պատերազմի հավանականությունը կտրուկ մեծանում է, ես կասեի 50%-ից ավել է դառնում։ Բայց ես չեմ գտնում, որ պարտադիր պետքա ԿՊ-ն 2/3 ստանա դրա համար։ Պարզային չէ Փաշինյանը դա ասում, որովհետև ուզում է իր կողմնակիցներին մոբիլիզացնել։ Բայց ես վախենում եմ, որ դա հակառակ էֆեկտ է կարող է տալ, որովհետև այն մարդիկ, ովքեր հիմա տատանվում են, հա, քվեարկել ԿՊ-ին թե ոչ, կարող են նրանք նման հայտարարություններից ավելի շատ այսպես բացասական լիցքեր ստանան, քան դրական, հա, որովհետև ընդհանրապես միշտ ընտրությունների ժամանակ այդ խնդիրը կա, Ամերիկայից սկսած Հայաստանում վերջացրած։ Դու ուզում ես քո, այսպես ասած, այտենց
hardcore կողմնակիցներին մոբիլիզացնես, թե ուզում ես անկախներին, չեզոքներին, այսպես կասկածողներին քո կողմը բերես։ Ու շատ հաճախ տարբեր մեսեջներ են պետք։ Հիմա օրինակ այս մեսեջը ես համոզված եմ, որ շատ դուր եկավ, օրինակ այսպես ՔՊ-ի հավատարիմ կողմնակիցներին կամ առնվազն նրանց համար խնդրահարույց չէր։ Բայց այս չեզոք խմբերին, հա, կամ տատանվողներին կարող է հակառակ էֆեկտը սա տալ, որ ինչի եք մեզ վախեցնում։ Բայց ամեն դեպքում ես ավելի շատ դիտարկում եմ այն տրամաբանության մեջ, որ Փաշինյանը ասում է, այ պատերազմից առաջ ասում եք ինչի չզգուշացրեցիր, հիմա զգուշացնում եմ։ Ռուսարեն այդպիսի արտահայտություն կա, обжегшись на молоке, дуешь на воду, հա, որ ասենք տաք կաթը խմելուց աշխատանքային լեզուն հայերեն խնդրում եմ թարգմանել։ Այո, դա անպայման կթարգմանեմ, որ ուրեմն երբ որ ասես տաք կաթ ես խմում, լեզուդ վառում ես, դրանից հետո նույնիսկ ջրի վրա ես սկսում փչել, հա, հիմա ինձ թվում է այս խնդիրն էլ է այդտեղ, այսինքն այստեղ զուտ ընտրական տրամաբանության մեջ չի միայն այս հայտարարությունը, նաև ես կարծում եմ, որ ՔՊ-ն գիտակցելով այդ բեռը պատասխանատվության, հա, ասում է, այ մեծ ժամանակին մեղադրում էիք, որ մենք այս պատերազմը չկարողացանք կանխարգելել, այ հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ չլինի այդ պատերազմը։ Մի քիչ էլ ասենք չափազանցնում ենք, ոչինչ որ չափազանցնում ենք, կարևորը չլինի պատերազմ։ Այդ մեխանիկան ո՞նց է գործում։ Նո Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ ոդքասթում իր ասում էր, որ եթե մենք լինեինք իշխանության 21-ին ոչ միայն պատերազմ չէր լինի, այլև Ղարաբաղը չէր բռնի տեղահանվի խայտարակ բառներ, ապուշ կներեք, հայտարարությունը չէր ստորագրի ինքը Պրահայում, իր բառն է դա իմ բառը չի, եւ նրա թիմակիցներից ես այս քննադատություն իշխանության հասցեն, երբ որ լսել եմ, միտքը սա է եղել, որ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, դու Ռուսաստանից զրկում ես Իլհամ Ալիևի հետ, այսպես բանավիճելու հնարավորությունից կամ հիմքերից, որ նա պնդի, թե ինչու պետք է ռուս խաղապաններ մնան Ղարաբաղում, հետևաբար Ռուսաստանը ոչ մի քայլ չձեռնարկեց, այսինքն Փաշինյանի ճանաչումը, թե ոնց է բերել Արցախի բռնի տեղանության, այս մեխանիկայով, էլի։ Այ ո՞րն է ձեր մեկնաբանությունը։ Գիտեք, ես հիմա մենք կարող ենք մտնել, քննարկել, օրինակ հիշել Սոչի հայտարարությունը, հա, որ Ռուսաստանը ասում էր պետք է այս կոնֆլիկտը, այսպես ասած, սառեցնել, Փաշինյանը ասեց այո, Ադրբեջանը ասեց ոչ, հա, այսինքն կարելի է խորանալ այդ ամեն ինչից, բայց ինձ թվում է եկեք մի քիչ ուրիշ կողմից դրան նայենք, հա։ Այդ պատերազմից հետո շատ ուրիշ բաներ տեղի ունեցան աշխարհում եւ մենք տեսանք, որ ընդհանրապես Ռուսաստանի մոտեցումն է իր դաշնակիցներին, պես եթե ոչ լրիվ մենակ թողնել, ապա այսպես մինիմալ օգնություն տրամադրել։ Մենք դա տեսանք Սիրիայում, երբ որ Ասադին գահանկեց արեցին, այսպես ասած։ Մենք դա տեսանք Վենեսուելայում, երբ որ Մադուրոին տարան Նյու Յորքում ձերբակալեցին Ռուսաստանը ոչ մի բան չարեց։ Մենք մեծ մասամբ դա տեսնում ենք Իրանում, հա, որ ինչ որ չափով Ռուսաստանը ինչ-որ օգնություն տրամադրում է, բայց մեծ հաշվով էլի Ռուսաստանի օգնությունը Իրանի ոչ մի ձևով չի օգնում, հա, այսինքն ընդ որում երբ որ այդ ամեն ինչը տեղի է ունենում, նաև ռուսական քարոզչության մեջ մենք տեսնում ենք լրիվ նույն այդ նարատիվը, որ այ մենք իրանց չօգնեցինք, որովհետև նրանք մեզ, չգիտեմ, չվստահեցին, որովհետև նրանք արևմուտքի հետ խաղեր էին տալիս, որովհետև նրանք այսինքն մեղադրում Ռուսաստանը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները եւ մեղադրվում են այն մարդիկ, ովքեր հենց այդ դաշնակիցներն էին, հա, մի դեպքում ասում են, այ Ասադը խաղեր էր տալիս, չգիտեմ, արաբական ծոցի երկրների հետ, դրա համար մենք իրան չօգնեցինք, չգիտեմ, Վենեսուելայի պարագայում էլ ինչ-որ բան հնարում եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, նույն մոդելի հետ մենք գործ ունենք, որ հիմա գոնե արդեն կարելի է տեսնել, հա, որ աշխարհը այնպիսի վիճակում է, որ Ղարաբաղյան պատերազմը 20 թվականի ոչ թե Հայաստանի ղեկավարների գործողությունների արդյունք էր, այլ համաշխարհային այս գործընթացների արդյունք էր։ Ուղղակի մեզնից սկսվեց դա։ Կարող էր հակառակ, կարող էր Աֆղանստանի եւ Պակիստանի միջև պատերազմը լինել 2020 թվականին, իսկ մեր պատերազմը լինել հիմա։ Բայց ըստ էության ամբողջ համաշխարհային համակարգը ինքը ճգնաժամ է ապրում եւ այդ ճգնաժամը արտահայտվում է ամենաուժեղ ձևերով այնտեղ, որտեղ կա կոնֆլիկտ, սառեցված կամ ոչ սառեցված։ Դրա համար առաջին տեղը, որտեղ ճգնաժամը արտահայտվեց, դա Լեռնային Ղարաբաղն էր։ Այսինքն այն որ այնտեղ ինչ-որ բան լինելու էր, դա հաստատ էր։ Հիմա երկրորդ հարցը, իսկ ինչու մենք պատրաստ չէինք դրան։ Ինչու մեր բանակը, ասենք, պատրաստ չէր, ինչու մենք դաշնակիցներ չունեինք, ինչու մեր դիվանագիտական դիրքորոշումները ընկալելի չէին աշխարհի համար։
Հա, այդ ամեն ինչի համար 2018-ից 2020 թվականները պատասխանատու է ՔՊ-ն եւ Փաշինյանը։ Բայց մինչեւ 2018 ամեն ինչ լավ էր, հա, ամեն ինչ ճիշտ էր գնում։ Իհարկե նրանք փորձելու են ներկայացնել, որ հա ամեն ինչ լավ էր, ամեն ինչ ճիշտ էր գնում, բայց այդպես չէ, մենք էլ գիտենք, որ այդպես չէ։ Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանը 90-ականների վերջին ասում էր, որ այ եթե հիմա իմ ասածը չանեք, անխուսափելիորեն կկորցնենք Ղարաբաղը։ Չարեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը ու 20 տարի հետո կորցրեցին Ղարաբաղը։ Ենթադրենք Փաշինյանը գոյություն չունի այդ սխեմայի մեջ։ Արդյոք կարելի է համաձայնվել Տեր-Պետրոսյանի հետ, թե ոչ։ Եթե մենք համաձայնվում ենք Տեր-Պետրոսյանի հետ, ուրեմն Փաշինյանի պատճառով չենք կորցրել։ Ուրեմն այն որոշումները, որոնք հանգեցրեցին Արցախը կորցնելուն, կայացվել են հենց 90-ականների վերջին։ Իսկ Փաշինյանը շարժ չի անում ընդդիմությանը նրանց պատերազմական որակելով։ Իդեպ ես հանուն արդարության ասեմ, որ ընդդիմադիրներն էլ Փաշինյանի վերընտրությունն են համարում դիկտատուրայի հաստատման նախերգանք, որ նա կճնշի ընդդիմությանը եւ հեշտորեն կկատարի Ալիևի բոլոր պահանջները, փոխել սահմանադրություն 300,000 ադրբեջանցիների վերադարձ եւ այլն։ Այսինքն հենց այս հարցը տալու ժամանակ մի հետաքրքիր բան հայտնաբերեցինք։ Ընդդիմությանը Փաշինյանը մեղադրում է պատերազմի կուսակցություն լինելու մեջ, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է զիջողական կուսակցություն լինելու մեջ։ Սա զուտ քաղտեխնոլոգիա եւ ոչինչ, հանրությունը չվախենա, սա ուղղակի շանտաժ է ընդդիմության եւ իշխանության կողմից ուղղված քաղաքացիներին, որ այ հանկարծ այն մյուսին չընտրեք։ Դա ինձ թվում է հանրությունը թող ինքը փորձի նաեւ քաղաքագետների եւ լրագրողների օգնությամբ ինքը գնահատի թե ինչ տեղի կունենա, հա, ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ։ Նախ ասեմ ընդդիմություն ասելով մենք հիմնականում ինչքան հասկացա, հիմա դուք նկատի ունեք Քոչարյան Կարապետյան, որոնք հարցումներով հիմնական այսպես որտեղ օրինակ չեմ Հայկ Մարությանի պարագայում ես օրինակ այդպեսի վախ չունեմ։ Իհարկե Հայկ Մարությանը մի քիչ անփորձ գործիչ է եւ կարող է ինչ-որ խնդիրներ առաջանա սկզբնական փուլում, բայց ես այդպեսի մեծ վախ չունեմ, որ ինքը կտանի մեզ դեպի պատերազմ, կամ չեմ Արամ Սարգսյանի պարագայում, դե Արամ Սարգսյանին ընդդիմություն ոչ բոլորն են համարում, բայց ամեն դեպքում նա իշխանության մաս չէ այսօր։ Բայց այդ 3-ը ու այդ 3-ից հատկապես 2-ը, հա, օրինակ Ծառուկյանի պարագայում ես էլի այնուամենայնիվ ես չէի ուզենա իհարկե որ այդ օլիգարխիկ կարգերը վերադառնան, բայց ինձ թվում է Ծառուկյանը գոնե արտաքին քաղաքականության մեջ այդքան արմատական չի լինի։ Դե Ծառուկյանը միայն Ծառուկյան չի, նաև Անդրանիկ Թևանյանը։ Դե հենց այդ է խնդիրը, որ Ծառուկյանը եթե ինքը իրենով լիներ, ես իրանից այդպես չէի վախենա, բայց քանի որ նա վերահսկվում է նաև, հա, ինչ որ չափով, այ այդտեղ խնդիր կա, բայց ամենամեծ խնդիրը ինձ համար Ներբես Ծառուկյանը փորձը ցույց է տվել, որ նա հարմարվում է իրավիճակին, հա, հեղափոխությունից հետո հարմարվեց, միացավ հեղափոխությանը, հիմա պարզ է, եթե Քոչարյանը եւ Նարեկ Կարապետյանները, չգիտեմ ով է իրենց տեխնացիոնի վերջո, եթե Սամվել Կարապետյանը իրոք վարչապետի տեխնացիոն է, ես թվում է իրենց հնարպես չպետք է գրանցեն։ Հա, դրա համար ես կարծում եմ, որ ի վերջո ուրիշ մարդ կլինի տեխնացիոն, երևի Նարեկ Կարապետյանը։ Մի խոսքով, Կարապետյանները եթե լինեն ակնհայտ է, որ նրանք կատարելու են Մոսկվայից եկող հրամանները։ Կարող է, ասենց ինչ-որ մի տոկոս հավանականությամբ կարող ենք փորձել պատկերացնել, որ Կարապետյանները կփորձեն Մոսկվայից, այսպես ասած, պոկվել, ինչ-որ երկակի խաղ խաղալ, հիշել, որ Կիպրոսի քաղաքացի են նաև եւ Կիպրոսը Եվրամիության անդամ է եւ դες դառնան Եվրոպա մեջ, բայց դուք էլ եք ժպտում, հա, այսինքն քիչ հավանական տարբերակ է դա։ Իսկ Քոչարյանի պարագայում դե ամեն ինչ ակնհայտ է, հա, այդ մարդը, ասենք Պուտինի ընկերն է, Պուտինի, այսպես ասած, ներկայացուցիչն է Հայաստանում, հա, չասեմ գործակալն է, որտեղ գործակալը, այսպես ասած, իր համար շատ ցածր պաշտոն է, ինքը կոնկրետ Կրեմլի ներկայացուցիչն է Հայաստանում եւ անելու է այն ինչ Կրեմլը իրան հրամայի։ Իսկ Կրեմլը իրան ասելու է հետեւյալը, կամ տալիս է Զանգեզուրի մեջանցքը մեզ, այնպես ինչպես նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով, կամ պատերազմա լինում ու մեր խաղապահները գալիս են մտնում են։ Այսինքն ամենահավանական սցենարը, եթե գան այդ ուժերը իշխանության, ես կարծում եմ հետեւյալն է, որ կսկսեն թրիփի հետ ինչ-որ կապված խնդիրներ առաջանալ, կասեն, որ դե ընդհանուր առմամբ գաղափարը լավն է, բայց եկեք մի քիչ էլ էս անենք, այն անենք, այդ ամեն ինչը կհանգեցնի նրան, որ թրիփի շուրջ պայմանավորվածությունները այլևս չեն գործի, սահմանների բացում տեղի չի ունենա, Ադրբեջանը նորից հանդես կգա արմատական պահանջներով, կասի ծվեք Զանգեզուրի միջանցքը մեզ, այդ ձեր ասած 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի հարցը կառաջանա,
անկլավների հարցը կհիշեն, որը հիմա մոռացել են կարծես թե, հա, եւ այլն եւ այլն։ Այդ իրավիճակում նոր իշխանությունը ինչ պիտի անի, կամ պիտի գնա զիջումների, բայց ինքը չի կարող գնալ զիջումների, որտեղ իր ամբողջ, այսպես քաղաքականությունը կառուցված է նրա վրա, որ Փաշինյանն է զիջողը, իսկ այ մենք ուժեղ տղեկ ենք։ Հետևաբար չեն գնա զիջումների, կլինի պատերազմ, այդ պատերազմը հիանալի հնարավորություն կտա Ռուսաստանին նորից փրկելու Հայաստանը, բերելով իր խաղաղարար զորքերը, իհարկե այդ ընթացքում մենք ինչ-որ տարածքներ կկորցնենք, հա, եւ կկորցնենք նաեւ մեր ինքնիշխանությունը։ Դե ընդդիմության ասածը հենց դա է, որ Փաշինյանը շատ հարմար տեխնացու է Ալիևի համար, որովհետեւ մի անգամ չի որ նա զիջումներ է արել եւ որպեսզի մենք այլևս զիջումներ չանենք, պետք է Փաշինյանը չվերընտրվի։ Ինչպես այսպես անեծք ունի Փաշինյանը ընդդիմության համար, քաղաքական անեծքի մասին է, որ եթե նրանց ընտրեցիք պատերազմ կլինի, ընդդիմությունն էլ Փաշինյանի համար քաղաքական անեծք ունի, ես չէ ուզում հայհոյանք բառը օգտագործել, էլի, որ եթե Փաշինյանը լինի, մենք անսահման զիջումներ կանենք, անկլավներ, Ադրբեջան։ Դե նույն հաջողությամբ կարելի է ասել, որ Փաշինյանին ավելի դժվար կլինի նոր զիջումներ անել, որտեղ ինքը արդեն շատ զիջումներ է արել։ Ես չեմ համարում, որ դա զիջումներ են եղել, որտեղ այն ինչ որ մենք կորցրել ենք պատերազմի արդյունքում։ Իսկ այդ մենք ըստ էության այն ինչ որ կարող էինք զիջել, մենք չզիջեցինք, եղավ պատերազմ, մեր ձեռքից վերցրին։ Հա, որից հետո մենք արդեն այդ նոր իրավիճակը ֆիքսեցինք։ Ըստ էության դա եղավ, հա, ոչ թե զիջումներ։ Բայց ամեն դեպքում նույնիսկ եթե համարենք, որ Փաշինյանը զիջումներ է արել, նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ գիտեք, արդեն Փաշինյանը այնքան զիջումներ է արել, որ նոր զիջում ինքը չի կարողանա անել, հասարակությունը չի ընդունի։ Իսկ ընդհակառակը այս ուժերը, որոնք ինչ որ այսպես հայրենասիրական կոչերի ներքո են գալիս եւ ուժեղ մարդկանց իմիջ ունեն, հատկապես եթե Ռուսաստանն էլ նրանց աջակցի, դրանք կարող են այնպիսի զիջումներ անել, որ Փաշինյանը ասենք չէր կարող դրանց մասին մտածել։ Այսինքն այս ամենը սպեկուլյացիաներ են ի վերջո, հա, պետք է մարդիկ նայեն հստակ ինչա կատարվում, հա, 2024 թվականից ի վեր ըստ էության սահմաններում հանգիստ է, հա, կա մի խումբ փաստաթղթեր, որոնք ստորագրվել են, Ադրբեջանի տարածքով գալիս են բեռներ, Հայաստանում կա սկսել է, այսպես ասած, առաջանալ ամերիկյան լուրջ ներկայություն, դրանից առաջ ձևավորվել է լուրջ եվրոպական ներկայություն, տեղի է ունենում համագործակցություն անվտանգության ոլորտում Հնդկաստանի հետ, հա։ Հիմա այս ամեն ինչը, այդ ռուսամետ ուժերը որ կան, պահպանվելու է, ես օրինակ համոզված չեմ, օրինակ Ռուսաստանը օքեյ կլինի, որ մենք, չգիտեմ, եվրոպական զենքեր առնենք, կամ նույն Հնդկաստանի զենքերը, որոնք ըստ էության եվրոպական մոդելների հիման վրա են արտադրվում։ Հնդկաստանը կշարունակի մեզ վաճառել այդ զենքերը, թե եվրոպացիները կասեն, չէ, գիտեք, որտեղ իրականում Հնդկաստանի զենքերից շատերը, ինչքան ես հասկանում եմ, ես իհարկե ռազմական փորձագետ չեմ, բայց ինչքան հասկանում եմ, կամ եվրոպական կամ իսրայելական տեխնոլոգիաների վրա են հիմնված։ Ուղղակի մենք անմիջականորեն այնտեղից չենք առնում, ավելի էժան տարբերակ ենք առնում Հնդկաստանից։ Եթե մենք դառնանք նորից, այսպես ասած, Բելարուս, հա, պայմանական ասած, իսկ դա լինելու է, որովհետև պարզ ճշմարտություն, հա, Սամվել Կարապետյանի ունեցվածքը Ռուսաստանում է։ Պատրաստ է Սամվել Կարապետյանը հրաժարվել իր ունեցվածքից։ Եթե վարչապետ դառնա, միգուցե։ Դե եւ քաղաքացիություն միգուցե հրաժարվի Ռուսաստան, եթե վարչապետի շանս ունենա։ Ես դա այսինքն լսում եմ իր Դե իշմեք Ռաֆի Հովհաննիսյանը հրաժարվեց Ամերիկայի քաղաքացիությունից, մի քանի տարի սպասեց, նոր մասնակցեց նախագահական ընտրություններին։ Ինչի Ռաֆի Հովհաննիսյանը այտենց բանի Սամվել Կարապետյանի չափ լավ տղա չի, հա։ Թող նույնն էլ ինքը անի, 5 տարի հետո մասնակցի ընտրություններին։ Մենք պետք է ուրեմն այս ինչ-որ բան անենք, հա, որ բանակցությունների մեջ մտնենք Սամվել Կարապետյանի հետ, համոզենք, ասենք Սամվել Կարապետյան ջան, խնդրում ենք արի վարչապետ աշխատի մեզ, մենք էլ սահմանադրությունը փոխենք, հանուն քեզ։ Ու դրանից հետո ինքը ասի դե լավ, ես հրաժարվում եմ։ Բայց եթե վարչապետ դառնալու շանս չստանա ընտրությունների արդյունքով, իր կուսակցությունը ընդհանուր մեծամասնություն կամ Քոչարյանի Ծառուկյանի հետ մեծամասնություն կազմելու հնարավորություն չունենա։ Իմաստը ո՞րն է հրաժարվել ԵՄ-ի քաղաքացիությունից, կներեք Ռուսաստանի քաղաքացիությունից, եթե այնտեղ ունես շատ բիզնես։ Եկեք ես չեմ ուզում քննարկեմ Սամվել Կարապետյանի, այսպես ասած, անձնական խնդիրները, ինչ ուզում եմ թողանի։ Բայց ինձ թվում է ընդհանրապես հենց այդ ամեն ինչի պատճառով, նաև ինձ թվում է բավականին խելքին ոտ այն վարկածը, որ իրականում այդ ամբողջ ընդդիմության տեխնասուն Քոչարյանն է, այսինքն նույն
Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, եթե գա իշխանության, նա պաշտպանելու է Քոչարյանի թեկնածությունը։ Ինչի՞ց է եզրակաց։ Որովհետև ես այդպիսի տպավորություն չունեմ, որ ընդհանրապես Կարապետյանների ընտանիքը իրոք ուզում է քաղաքականության մեջ մտնել, կամ նույնիսկ եթե ուզում է, որ ինքը ունակ չի, էլի, եթե ինչ են ասենք մարդիկ արհեստական բանականությամբ գեներացնում ինչ-որ ճառեր, էլի, ասենք դա, չգիտեմ, տպավորություն չի թողնում, որ այս մարդիկ ուզում են եւ պատրաստ են եւ ունակ են ստանձնել այսպիսի բարդ պաշտոն։ Քոչարյանի պարագայում մարդը եղել է նախագահ, ճիշտ է, այդ նրա նախագահությունը ունեցել է շատ ցավալի արդյունքներ, բայց այդ մենք ենք համարում, որ ցավալի է, իրենց համար շատ լավ արդյունքներ ա եղել։ Եվ Քոչարյանը ունի այսպիսի իմիջ մարդու, որ բոլորին կպատժի, բոլորին կկախի, բոլորին կոչնչացնի, եթե պետք է։ Դրա համար ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ դաշտի համար, եթե նրանք իրոք այսպես համոզիչ հաղթանակ տանեն, ինչի պետք է Քոչարյանին օրինակ չառաջադրեն։ Կհետևենք, պարոն Զոլյան, շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Միքայել Զոլյանին։